Տեր Աստված մեր, դու պատվիրեցել մեզ և ասացել, մի երկիր պագանեք երկնի և ամենայն զարդուն ուրա, և մի երկրի և մի որ իսմա և մի արնեք ձեզ Աստվածս ձերագործս, և արդ մեկ սարայքս քո և հավատացյալ ցիկես, արարակ ըսխաչին զայս, ոչ նյութը ստորցավ աշտելոս, Սիրելի Տեր Արամ, սիրելի ներկաներ, պարզապես պետ քաղաքի սիրելի բնակիչներ։ Առաջին անգամ բավականին երկար ընդմիջումից հետո այս տարածքում այսպիսի հզոր զանգի ղողանջում հնչեց։ Ղողանջում, որ ազդարարեց սկիզբը մի գեղեցիկ և նոր կյանքի, կյանք, որ կլարցակել, կյանք, որ սկսել էր տարիներ առաջ, տարիներ հեռու մնացող դեպի հազարամյակներ, որ կերտել են մեր ժողովրդի, մեր հայրենի երկրի և մեր եկեղեցու փառապանծ պատմությունը։ Այսօր նախախնամությամբ Աստծո երբ ցուրտ այս եղանակին օծվեցին Սուրբ Գևորգ եկեղեցու խաչերը և զանգը, մենք մի խնդրանք և մաղթանք ունենք, խնդրանք Աստծուց և մաղթանք ձեզ, սիրելի ժողովուրդ, խնդրանքս է, որ Աստված շատ չհամարի այս ուրախության սկիզբը, ընդհակառակը ուրախության սկիզբը մեր նորոգ կյանքի քրիստոնեավայել և աստվածահաճո նորոգ կյանքի սկիզբը լինի։ Մարդիկ, որ այս պահին այստեղ են,
եկել են ուրախակից լինելու մեզ և ուրախացնելու ոչ միայն իրենք, այլ Աստծուն, որ ամպերը ճեղքելով տեսնում է ձեր հավատքը, տեսնում է ձեր ոգին և ձեր ներշնչումը։ Աղոթներ բարձրացրինք Աստծուն, որպեսզի այս սուրբ խաչերը որդվեցին, պահապան և պաշտպան լինեն ոչ միայն մեր ազգին, այլև մեր հայրենիքին։ Այսօր սիրելիներ, առավել քան երբևէ մենք Աստծո օգնականության և օրհնության պետք ունենք։ Վստահ եմ, որ շատ ավելի պիտի լիներ այս պահին այստեղ հավաքվածների բազմությունը, եթե չլիներ երկյուղը ճանապարհ կտրելու այս դժվարին օրերին։ Զանգերը, որ հողանջեցին, ազդարարեցին, որ մենք կանք և կլինենք, որքան էլ որ մեր ոչ թանկարի հարևանները դժվարություններ ստեղծեն մեր ուխտագնացություններն կատարածելու։ Մենք երբեք չենք երկչում և դրա վառ ապացույցն են այս քաջ երիտասարդները, որ կանգնած են այս եկեղեցու, այս օրհնված խաչերի ներքո։ Վստահ եմ սիրելի զինվորներ, որ երբ դուք ձեր ծառայությունն եք իրականացնում, մենք շատ ավելի հանգիստ ենք։ Եվ այս պահին այս նոր օծված խաչերի օրհնությունը երկնքից երկիր իջավ, Աստծո միջոցով և բնակվեց յուրաքանչյուրի սրտում։ Կլինի նաև յուրաքանչյուրիս թիկունքում, որ ոչինչից չերկչենք ու չվախենանք։ Եվ որքան որ սիրելիներ, Աստված մեզ հետ է, երբևէ որևէ մեկը չի կարող մեզ սասանեցնել թե մեր հավատքի և թե առհայրենի մեր նվիրումի մեջ։ Այսօր սիրելիներ, ձեզ եմ փոխանցում ազգիս վեհապար հայրապետի նորի սուրբ օծություն Տեր Գարեգին II կաթողիկոսի օրհնությունն ու հայրական պատգամը, որ ինչպես որ եղել եք ամուր և անսասան ձեր հավատքի մեջ, այդպիսին էլ մնաք և լինեք, ինչպիսին որ եղել եք դարեր ի վեր, որ անգամ անաստվածության 70 տարիների ընթացքում թեև եկեղեցիներ են փակվել, սակայն չեն փակվել ձեր սրտի դռները, և այսօր առիթ ունենք տարիներ հետո օծելու եկեղեցու խաչերն ու զանգերը, և Աստծո կամոք տարիներ ամիսներ հետո պիտի այստեղ մեծ ուրախությամբ կատարենք օծումը Սուրբ Գևորգ եկեղեցու։ Սուրբ Գևորգը շատերի դե հայտնի, զորավար է, և պիտի մաղթեմ, որ Սուրբ Գևորգ զորավարի, զորականի ոգին, նրա հավատքը բնակվի ամենքիս մեջ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Կուզեցի մասնավորեցնել դեմքով դեպինց։ Մարդկանց, ովքեր որ պարգևեցին այս գեղեցիկ օրը։ Շինարար, ով իրականացնում է այս ամենը։ Ճարտարապետ, ում մտքի արգասիքն է այս ամենը։ Եվ քաղաքապետ, ով հյուրընկալեց մեզ, աջակից է լինում հաղթարելու շատ դժվարություններ, հողահատկացումների և այլն, ինչպես նաև նա վստահեցրել է մեզ, որ աջակից պիտի լինի, որպեսզի այս գեղեցիկ եկեղեցին իր ավարտին հասնի։ Անշուշտ նաև մեր շնորհակալությունները բարերարին, ով առատապես իր բարերարությամբ աջակից եղավ և հնարավորություն ստեղծեց այս եկեղեցին կառուցելու։ Եվ հիմա պահպանի աղոթքով սիրելիներ պիտի նրանց երեքին։ Պահպանի չևույթ հավատացելով Քրիստոս ասվածն է, պահքյա, պահպանյա և օրհնյա, զազգս հայոց, եկեղեցիս Հայաստանյայից և առաջիկացյալ հավատացյալ կս իբեր քաղաքի, այլև շինարարը,
ըստ քաղաքապետն և ըստ ճարտարապետն Ընթովանյան սուրբ և պատմական խաչի մտքով իշխանության, հրկյա և ազատյա հերևելի և հաներևույթ թշնամույն, արժանավորյա գոհությամբ փառավորելս քեզ ընթոր և ընսրբով քույտ այժմ և միշտ և ավետյանս ավիտենից ամեն և հիմա սիրելի ներկաներ բոլորս միասին արտասանենք տերունական աղոթքը բարձրաձայն։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հայր մեր, որ երկինս ես, սուրբ եղիցի անուն քո, եկես թե արկայություն քո, եղիցին կամ քո, որպես երկինս և երկրի, ըսած մեր հանապազոր, տուր մեզ այսօր, և թող մեզ պարտիս մեր, որպես և մեկ թողուք մերոց պարտապանած, և մի տանիրս մեզի փորձություն, այլ պրկյաց մեզի չարև, զիքոյ արկայություն և զորություն և փառքամիտնյանս ամեն, օրհնյալ Տերերուքիչ նրա սուրբ ոգույն, երթայքի խաղաղություն և Տեր մեր Հիսուս Քրիստոս եղիցն ձեզ ընդամենեսյանդ ամեն։ Ամեն։ Sărți sui zernamente